Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ մանկական ստոմատոլոգ Սերյոժա Արուստամյանին։ Բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարի գալուս, ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Մենք այսօր խոսելու ենք մեր երեխաների մասին ու մասնավորապես նրանց ատամների առողջության մասին, հետևաբար բոլոր մայրիկներին, հատկապես մայրիկներին հրավիրում ենք դիտելու, որովհետև վստահ եմ, որ շատ հետաքրքիր է լինելու, որտեղ ցանկացած դեպքում, երբ խոսում ենք երեխաներից, միշտ պահանջված հաղորդում ենք ստանում։ Եվ երևի թե ամենասկզբում սկսենք ատամների ծկլտումից, որովհետև շատ մայրիկներ մտածում են, վայ, շատ շուտ սկսվեց, մյուսները մտածում են ուշացավ, եւ այսպես լինում է հակազդումներ, մանավանդ երբ մայրիկները սկսում են զրուցել, իմ բալիկինը 4 ամսականում էր, մյուսը 8 ամսականում էր եւ այլն։ Որն է ճիշտը եւ արդյոք կա այդպիսի ճիշտ թե ոչ։ Ամիսները մի փոքր տատանվում են կախված ժառանգական հատկություններից, այսինքն մենք ըստ գենետիկայի տարբեր կարող է 1-2 ամսվա տատանում տա ծկտման շատ դեպքերում հիմնական խնդիրը լինում է նրան ոչ թե նոր ծկտում են ատամները, այլ որ մայրիկները չեն իմանում, որ հիմնական 6-րդ ատամները, սեղան ատամները, այսպես ասված, հիմնական 6-րդ ատամները ծկտում են վերջի կաթնատամի ետևից։ Հիմնականում ծնողները խառնում են շատ դեպքերում, օրինակ այս ասում են, երբ որ մենք ասում ենք ձեր երեխայի հիմնական ատամը փչացել է, այս դեպքում կարիեսով է ախտահարված, իրանք ասում են ոնց կարա այդպես լինի, էլի ինքը ատամ չի փոխել, այսպեսի արտահայտություն են, մենք էլ միշտ բացատրում ենք, որ մշտական 6-րդ ատամները հիմնականում ծկտում են 6 տարեկանում, երբեմն լինում են դեպքեր 5.5 անգամ տարեկանում կամ 7 այդ տատանում հիշում եք, որ ասի 1-ից 2 ամսվա մեջ անում ու ծկտում են 5-րդ կաթնատամ, այսինքն ժամանակավոր ատամների, վերջի ատամների ետևից լինդը պատրելով ծկտում են դուրս են գալիս, բայց շատ դեպքերում լինում է, որ մինչև 6 տարեկան ստորին կտրիչներն են ծկտում դուրս գալիս, այդ դեպքում էլ են խառնում ծնողները, սկզբում միշտ ներքևի ատամներն են դուրս գալի դիմացի, հետո վերևին են փոխում։ Կամ ասում են բոլոր իմ երեխայի դասարանցի դասանի երեխաների բոլորի ատամները դիմացի վերևի փոխել են, իմ երեխայի նխի չի փոխվում։ Ասում դա նորմալ է, իր ժամկետը ուրիշ է, մի փոքր ավելի ուշ է, իրանցը ավելի շուտ է։ Ու որ սպասում են ծնողները մի 6 ամսվա տաբեցը միշտ ծկտում է, ամենաուշը։ Եթե եղել է դեպք, որ ես հանդիպեմ, եղել է ամենաուշը 6 ամիս տատանումով իր ժամկետից, բայց ծկտում են։ Միայն կարող է այն դեպքում չծկտել, եթե առաջի տարբերակը, եթե սաղմնադրում չկա, այսինքն այդ սաղմը չկա, որ ծկտի, օրինակ դեպք է պատահել 3 անգամ երևի եղել է մոտ, որ ես ռենտգեն եմ արել եւ հայտնաբերել եմ, որ չկա ուղղակի այդ սաղմը, որ ծկտի դուրս գա, կամ երկրորդ տարբերակը սաղմը ծնոտի մեջ է մնում, այսինքն ուղղությունը լրիվ սխալ է տեղադրված ըստ գենետիկորեն ֆակտորի պատճառով սխալ է տեղադրված եւ դեպի սխալ է ատամաճանում, երեք շատ դեպքեր մնում է ժանիկը քիմքի մեջ է դեպի աճում մնում է։ Եվ երրորդ տարբերակն էլ, երբ որ կաթնատամը ընկնելու կամ նախկինում հեռացնելու, օրինակ տարել են կամ իրանք են հեռացել կամ ինչ-որ բժիշկ հեռացնելու ժամանակ վնասում է սաղմը։ Հեռացնելուց գործիքը սկպնում է սաղմին, շեղում է 1-2 մմ, հրում է մի փոքր եւ սաղմը էլ չի ծկտում։ Մնում է։ Բայց այս դեպքում կա լուծում։ Ինչով կարող ենք օգնել երեխային։ Բրեկետային համակարգերով, հիմնական օրթոդոնտիկ մեխանիզմով բրեկետի նման, ասես պարզ բացատրեմ էլի, բրեկետի մի շարիկ են ձգում ատամի վրա, կպցնում ու ռեզիների միջոցով բարձրացնում են վերև, որ բերեն տեղը։ Դե ուրիշ լուծումներ կա, հիմա օրթոդոնտիան բավականին արագ զարգանում է, այսպես։ Հիմնական ես ներկայացրեցի խնդիրները, այսինքն խնդիրները, որ մեր ազգը, մեր հանրությունը պետք է տեղյակ լինի, որ շփոթմունք չառաջանա, որ իրանք իմանան, որ եթե երեխաս 5.5-6 տարեկան է ու ինքը պետք է 6-րդ ատամներ ծկտի հետևից ու իրանք տարբերություն տան։ Անկամ եթե իրանք ուշադիր օրինակ մայրիկը նայի, կտեսնի, որ ատամները այս դեպքում ժամանակավոր ատամներ է, այդպես ավելի էլի ճիշտ։ Ժամանակավոր ատամները իրանք ավելի փոքր են, քան մշտական 6-րդ ատամները, եթե նայում եք, տեսնում եք ժամանակավոր ավելի փոքր է, մշտական ավելի մեծ է։ Ճիշտ է։ Իսկ եթե շուտ է եղել երեխայի մոտ կամ ուշ է, սրանք որևէ խնդրի մասին հուշում են, թե պարզապես գենետիկա է եւ վերջ։ Եթե գենետիկորեն է, խնդիրը չէ։ Հիմնականում լինում է, որ ծնոտն է նեղ լինում, ատամները
այսպես ասված իրար վրա են գալիս։ Տեղ չունեն, հա, տեղ չունեն, ստիպված ծնոտ ապարատներով լայնացնում ենք, որ կարողանան իրանց տեղը գալ։ Մեկ էլ մայրիկները մեկ ասում են իմ երեխահատանները կատնատները շատ հեռու են, դա վտանգավոր է, դա վտանգավոր չի, դա լավ է, որովհետև կատնատները փոքր են, մշտական ատամները մեծ են։ Մշտական ատամները, որ այդ հեռավորության տեղը գալիս են, իրար կպնում են ու իդեալական կծվածք առաջան, բայց եթե կատնատամները իրար վրա են, մշտականներն են իրար վրա գալիս, մոտ են, այդ դեպքում պատկերացրեք այդ մեծ ատամները իրար կողքով շարվեն, իրար վրա են ատամները գալիս այդ դեպքում, դե տարագամ արդեն ծնոտը լայնացնում ենք։ Էլի ունենք լուծում։ Հա, լուծում միշտ կա։ Երկու աշխատանքային մոտեցում կա, հիմքն է իմ աշխատանքային մոտեցման։ Առաջի տարբերակը ես իմ մոտ խորհրդատվությունը անվճար է։ Իմ համար դա շատ կարևոր է, որովհետև մենք բժիշկ ենք եւ մենք գործ ունենք Աստծո բարձրագույն ստեղծագործության հետ։ Մեզ թույլատրված է, Աստված մեզ թույլ է տվել, որ մենք աշխատենք իր գեղեցիկ ամենազորեղ ստեղծագործության կատարած ստեղծագործության հետ եւ ես գտնում եմ իմ տեսանկյունից, հա, որ անվճար խորհրդատվությունը կարևոր է, որտեղ այդ մարդը ինքը խնդրով եկել է ինձ դիմում է, ինքը պատկերացրեք ինչքան լուրջ է այդ խնդիրը, որ ինքը ինձ խնդրանքով դիմի։ Ես սովորել եմ, որ օգնեմ մարդկանց։ Դրա համար իմ խորհրդատվությունը պարտադիր անվճար է։ Երկրորդ մոտեցումը այս դեպքում այն է, որ ես հասանելի եմ 24 ժամ։ Այսինքն ես ունեմ ծնողներ, ունեցեմ ծնողներ, որ գիշերը 5-ին են զանգարել, 3-ին են զանգարել, ուղղակի պացիենտներ, առաջի զանգները, որովհետև իրենց եղախնդիր է ունեցել եւ ես գոնե փորձել եմ հեռախոսով օգնեմ, առաջ բուժօգնության համար ինչ հնարավոր է, մինչեւ մոտենան, կամ իրանց եթե հարմար է ինչ-որ տեղ մոտենան, որ լուծում տան խնդրին։ Ես այս դեպքում եմ միշտ ասում, որ բժշկությունը մասնագիտություն չէ այլևս, բժշկությունն ապրելակերպ է, բժշկությունը արյան մեջ մտնող սովորույթ է, նաև կարելի ասել կենսաձև է, եւ եթե ընտրում ես բժշկի մասնագիտությունն, ապա նաև պետք է պատրաստ լինես, որ այսպեսին է լինելու քո կյանքը։ Շատ հաճախ բժիշկների անձնական կյանքն է տուժում, ընկերական շրջապատն է տուժում, ամեն բան տուժում է, որովհետեւ իրենք բարձրալի կողմից մեզ ուղարկված հրեշտակներ են, որ պիտի անընդհատ մեզ օգնեն։ Դե ինչպես ասում են, ձեր ճակատագիրն էլ այդպես դասավորվեց։ Ես միշտ նշում եմ, որ եթե բժիշկը կորցնում է իր աստվածապաշտությունը եւ աստվածավախությունը, այդ դեպքում ինքը դառնում է բիզնեսմեն։ Իսկ դա բավականին վտանգավոր է առաջինը իր, երկրորդը հանրության եւ բուժողների համար։ Պետք է պահես միշտ քո մեջ աստվածավախությունը։ Հրաշալի։ Ես այստեղ կարող եմ նույնիսկ ասել ցտեսություն, բայց դեռ շատ հարցեր ունեմ, այնպես որ չեմ շտապում։ Ուզում եմ նաև խոսենք մանկական ստոմատոլոգի դերի մասին, որովհետև մենք սիրում ենք, չէ՞, եթե որևէ բժշկի հետ համագործակցությունը հաջողությամբ է արդեն բսակվել, փորձում ենք ցանկացած դեպքում հենց այսպես էլ շարունակել, հա, եւ շատ հաճախ մենք բոլորս ունենում ենք մեր ընտանեկան ստոմատոլոգները, հա, բայց եթե ես չեմ սխալվում, շատ գրագետ է, որ երեխայի ատամների առողջությամբ, բերանի խոռոչի առողջությամբ զբաղվում է մասնագիտացում անցած եւ մանկական ստոմատոլոգը։ Ինչու՞։ Տեսեք, ընտանեկան ատամնաբույժը վերապատրաստում է անցնում եւս մեկ անգամ տայս հարցինատուրան, որպեսի դառնա նաեւ ինչ-որ մի ճյուղ ընտրի, օրթոպեդիա, օրթոդոնտիա կամ մանկական ատամնաբույժ լինի։ Ընտանեկան ատամնաբույժը կարող է ընդունել մեծ հասակներին, անել պլոմբավորում, պարզ գործեր, բայց որպեսի պրոֆեսիոնալ լինի, ավելի ճիշտ այնում, որ վերապատրաստվի երկրորդ անգամ տարածինատուրա, օրինակ, որ մանկական ստոմատոլոգ դառնա եւ երեխաների հետ կարողանա աշխատի։ Ինչու ենք ընտրում մանկական ստոմատոլոգ։ Շատ տարբեր են մոտեցումները։ Հա, շատ դեպքերում ծնողները չեն պատկերացնում, բայց կրիտիկական տարբերություն կա։ Սկսած օրգանիզմից, դեմքից, դեմքի վրա կան ծոցեր, հա, հարմարյան ծոցն է, ֆրոնտալ ծոցերն են, ծոցեր, որոնց դասավորվածությունը անգամ կազմությունը, հա, թե ոսկրային, թե հյուսվածքային, ամբողջը տարբեր է։ Երեխայի մոտ ինֆեկցիան շատ հեշտ կարա տարածվի, մեծահասակի մոտ ոչ։ Կաթնատամների, այսինքն այս դեպքում ժամանակավոր ատամների եւ մշտական ատամների բիոլոգիական կառուցվածքն էլ է տարբեր։ Նյարդի այդ պուլպան, որ ասում ենք, ներվ, հա, իր բջջային կառուցվածքն էլ է տարբեր։ Կաթնատամում բջիջները շատ են, այսինքն ժամանակավոր ատամներում բջիջները շատ են, մշտական ատամներում քիչ են, թելիկներն են շատ, որի հեռացումը եւ բուժումը տարբեր է։ Այսինքն ժամանակավոր ատամի տակ կա մշտական ատամը, որի պատճառով բուժումը այլ պետք է լինի, որ սաղմը չվնասվի, մեծ հասակի մոտ այդպես չի։ Դա մի հատ ընդհանրապես ատամ է, մշտական ատամ է։ Հետո մենք վերապատրաստում եւ սովորում ենք հոգեբանություն։ Մենք բավական ժամանակ ենք տրամադրում, շատ մեծ ժամանակ ենք տրամադրում, որպեսզի ճիշտ մոտեցում տանք երեխային։
մեկ մայրիկներ գայս են, ասում են խելոք նստի արագ անենք կամ ասում բժիշկ ջան, մի հատ է երկու հատ պլոմբենք, էս էլ պլոմբենք ենել, շատ դեպքում ասում են ոչ, բավական է այսքանը, որովհետև երեխա մենք որպես մեծահասակ չենք պատկերացնում երեխան ինչ է զգում այդ բասկաթորին նստած, բժշկական բասկաթորին նստած, որտեղ ինքը ուղղակի վախենում է։ Դու եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ համար էլ վախենալու էլ չենք խոսում երեխան։ Բայց այդ մեծահասակը ինչ ձև է, գալիս է, նստում է, պատրաստ եմ, ինքը հոգեբանական պատրաստ է, բերանը բացում է, դա անգամ ամենաշատ վախեցող պացիենտը։ Բայց երեխան ինքը ուղղակի կարա մի պահ, եթե դու իր այդ մի փոքր վատ վարվես հանկարծ, նեղացնեցին, ուղղակի կարա բերան փակի ու նայի դեմքիդ։ Ուղղակի շարժվի, հա։ Երբեմն նախապատրաստությունը ավելի երկար է, չէ՞, տևում։ Այո, մենակ իմ մոտ նախապատրաստությունը շատ դեպքում 10-ից 15 րոպե է տևում, որ զրուցում ենք ու ամեն այցի ժամանակ անզրուցում ենք, երեխային նախապատրաստում ենք, խոսում ենք։ Հետո ես իմ մոտեցումից ասեմ, որ իմ համար շատ կարևոր է երեխայի հոգեբանությունը եւ տեսեք, շատ դեպքերում լինում է կամ գործի վերջում կամ գործի սկզբում 5 րոպե ես տրամադրում եմ երեխայի հետ խոսել, ամենակիչը, ուղղակի խոսել, ոչ թե ինչ-որ հոգեբանորեն պատրաստելու գործ անեն, այլ ուղղակի խոսելու իր առօրյայից։ Ինչպես է երեխան իրան զգում, հա, ինչպես է երեխան իրան զգում, ինչպես են ընթանում իր դասերը, ինչ խնդիրներ ունի երեխան։ Երբեմն իմ երեխան քաշվում է մայրիկի մոտ, անգամ ունեմ պացիենտ երեխաներ, այնպես են իմ հետ մտերմացել, որ մամա մայրիկի մոտ քաշվում են ասեն, բայց մայրիկ մի պա դուրս է գալիս, իրանք ասում են, հա, դա շատ կարևոր է, որովհետև եղել են դեպքեր, որ մենք զրուցել ենք ուղղակի երեխայի հետ ու երեխան լրիվ փոխվել է։ Դա շատ կարևոր է, որովհետև մենք չպետք է նայենք միայն դենտոֆոբիային, այսինքն վախ ատամնաբուժից, այլ մենք պետք է նայենք ընդհանուր երեխայի հոգեբանական վիճակը ու տանք ճիշտ մոտեցում։ Դրա համար էլ մանկական ատամնաբուժը ինքը շատ բավականին շատ կարևոր մասնագիտություն է եւ կարևոր է այդ մասնագետին դիմել։ Անկամ նյութերը մեզ մոտ այլ են, նախատեսված են երեխաների համար, որ երեխաներին կարողանանք օգնենք, երեխաներին կարողանանք ճիշտ բուժենք։ Ես ամեն տարիքային խմբի համար իր պլոմբանյութը ունեմ։ Նյութ, որ այդ նյութը այդ տարիքային շրջանում լավ է ավելի դիմանում, քան ուրիշ տարիքային շրջանում։ Եվ այդ ամեն ինչը պետք է հաշվի առնենք, որ ճիշտ բուժում լինի երեխայի համար։ Ես վստահ եմ նաև ձեր ականջին էլ հասած կլինի, որ դե կաթնատամի բուժելը որն է, իմաստը որն է, միևնույն է փոխելու ենք։ Դրա վրա ժամանակ, ֆինանսներ, հոգեբանական ծանրաբեռնվածություն ծախսելը որն է տրամաբանությունը։ Ես ուզում եմ բոլոր մայրիկներին, հատկապես տատիկներին, հա, ասենք թե ինչով է կարևոր կաթնատամների խնամքը, կաթնատամների բուժումը եւ ինչ կարող է լինել, եթե մենք անտեսում ենք կաթնատամի ցավը կամ մտածում ենք, որ միևնույն է փոխվելու է։ Ուրեմն նախ ինչ որ չափով ճիշտ եւ ինչ որ չափով սխալ է այդ մտածելակերպը։ Ինչու՞։ Առաջի հերթին ինչով է ճիշտ այդ մտածելակերպը, կա ժամանակաշրջան, տարիք, որ այդ տարիքում կաթնատամը շուտով փոխվելու է։ Ինքը մենք կոնկրետ ես իմ տեսանկյունից ասեմ, ես հաշվի եմ առնում։ Այս ատամը օրինակ փոխվելու է, ռենտգեն ենք անում կամ ռենտգեն չենք անում, ուղղակի նայում ենք շարժին, տեսնում ենք, որ այս ատամը շուտով փոխվելու է։ Ինքը կարեսով ախտարված է, բայց շատ քիչ, բայց շուտով փոխվելու է։ Ես ինքս ծնողին ասում եմ, սա իմաստ չկա բուժելու։ Ու ես չեմ բուժում այդ ատամները։ Հիմնականում լինում են դիմացի 4 ատամները, կաթնատամները, մշտական ժամանակավոր ատամները։ Ինչու, որովհետև ես տեղյակ եմ, որ այդ ատամները շուտով փոխվել է եւ չեմ գտնում ճիշտ, որ ծնողը դրա վրա ֆինանս ծախսի, այլ ես ուշադրություն եմ դարձնում ետևի ատամների, ժանիկ եւ իրանից ետ ատամների վրա, որոնք 11-12 տարեկանում են փոխելու, երբեմն 10 տարեկանում են փոխում, որոնք շատ կարեւոր ատամներ են։ Այդ ատամները ես պարտադրում եմ բուժել, որովհետեւ ինֆեկցիան անցնում է այդ ատամների արմատներով տակի սաղմին։ Եվ սաղմը արդեն հիվանդ վիճակում է ծկտում։ Շատ դեպքերում հիպոպլազիա է դա կոչվում, երբ որ ատամը ծկտում է, մայրիկը նայում է, տեսնում է վրան սպիտակ կամ դեղին բծեր են։ Ոնց խալ կոպիտ ասած ատամի, ասես ժողովրդական լեզվով ասած, դա հիպոպլազիա հիվանդությունն է լինում, եւ էմալի ստրուկտուրան, այսինքն կառուցվածքը ճիշտ չի ձևավորվում ինֆեկցիայի կամ ինչ-որ մի վնասի պատճառով։ Եվ այդպես ատամը ծկտում է։ Դրան բուժում չկա, միակ տարբերակը պլոմբավորումն է, ռեստավրացիան, որ այդ պիցը կորի ատամի վրայից, բայց մենք հիմնականում խորհուրդ չենք տալիս կպնեն, որտեղ ինքը վտանգ այդպես ուժեղ չի ներկայացնում, եթե ճիշտ երեխան հետևեց հիգիենան պահեց ատամի։
Մյուս հարցի մյուս մասն էր, որ տվեցիք հիգիենայի հետ կապված եւ հետեւելու շատ կարեւոր է հիգիենան եւ ոչ թե մենք ընտրենք ատամի մածուկ եւ ատամի խոզանակ, այլ բժիշկը նշանակի ատամի մածուկ եւ ատամի խոզանակ, որտեղ մենք կարող ենք գնալ օրինակ ինչ որ խանութ եւ տեսնել քիչ մորայնաչ ակցիայով կամ ուղղակի այդպես գեղեցիկ փաթեթավորած բան ատամի մածուկ եւ գնենք, դա սխալ է, որտեւ երեխայի բյանի խոռոչը պետք է գնահատել, լինդը պետք է գնահատել, ատամների վիճակը պետք է գնահատել, հասկանալ ինչ խնդիր է եւ այդ մածուկը նշանակել, որ ատամները ավելի երկար լավ վիճակում մնան։ Բացի դա, հիմնականում մեկ էլ շատ մեծ նշանակություն ունի խնամքի մեջ, ինչքան է կարող անգամ տարօրինակնչի, կալցին եւ D վիտամինը։ Մեր ատամը համարվում է մեր օրգանիզմի դեպոն։ Լնդերը արյան դեպոն, իսկ ատամները հանքային նյութերի դեպոն։ Այնտեղ ցինկ կա, կալցիել կա եւ մեր օրգանիզմը երբ որ օրինակ հիվանդանում է կամ խնդիր առաջանում, երբ որ երեխայի օրգանիզմում բավական հանքային նյութեր չեն լինում, օրգանիզմը վերցնում է, ասես պարզեմ էլի բացատրում, օրգանիզմը վերցնում է ատամներից, որ լրացնի եւ ատամները սկսում են թուլանալ, ավելի հեշտ փչանալ, այսինքն ախտահարվում են ատամները։ Իսկ արյան ֆակտորը, այսինքն արյունը երբեմն վերցնում է մեր օրգանիզմը լնդերից։ Արյան դեպոն է, օրինակ կրիտիկական դեպքերում, սա հետաքրքիր պատմություն է, կրիտիկական դեպքերում, որ օրգանիզմում արյան քանակը կրիտիկական է, շատ ցածր է լինում, անգամ լնդերից արյուն է վերցնում օրգանիզմը։ Ինքը դեպո է համարում սրտի համար։ Դա շատ հետաքրքիր կարճ ինֆորմացիա։ Եվ երբ որ կալցին օրգանիզմը սկսում է քչանալ, քիչ լինել, ատամներից վերցնելով հանքային նյութերը սկսում է ատամները ավելի թույլ լինել, որտեղ հանքայնացված չեն, դեմիներալիզացված են, եւ միկրոբները եւ սննդանյութը առաջացնում են միկրոճաքեր, սա թեորիաներից մեկն է։ Միկրոճաքեր, որտեղ առաջանում է կարիես։ Մենք բժշկության մեջ օգտագործում ենք մի հետաքրքիր փաստ, դուք շատ լավ լսած կնեք թթու արտահայտությունը, լսել եք, չէ՞, որ թթուն լցնեց, թթու համագալ է ատամին։ Այդ թթուն օրթոֆոսֆորական թթուն է։ Օրթոֆոսֆորական թթու մեր ստոմատոլոգիայի մեջ օգտագործում է 37%։ Քաղցրի եւ չնշեմ բրենդներ, գազավորված ըմպելիքների մեջ երբեմն օգտագործում է օրթոֆոսֆորական թթվի 3%-ը։ Այս օրթոֆոսֆորական թթուն 3% օգտագործելով ինքը տալիս է քաղցր համ, շատ համեղ համ։ Քանի որ ինքը խիտ է մեզ մոտ թթու համ է գալիս, բայց ինքը նոսրացված վիճակում բավականին համեղ քաղցր համ ունի։ Եվ իր ատամի բնական փոսության մեջ մնալը 3%-ի 1 ժամ, 2 ժամ երեխաները դուք մենք էլ որ մեկ օրինակ քաղցր ենք ուտում ատամի մեջ մնում է այդ մնալը առաջացնում է կարիես ինքը դեմիներալիզացնում է առաջացնում է միկրոճաքեր մենք 37% օգտագործում ենք ինչու համար ստոմատոլոգիայում որպեսզի ինքը առաջացնի միկրոճաքեր շերտը ավելորդ հեռացնի որ մեր օգտագործվող բոնդը այս դեպքում մեր ժողովրդական լեզվով ասած կլեն ատամի բոնդը քսելուց չորացնելուց հետո մեր պլոմբանյութը ավելի պինդ կպնի ատամին իսկ երբ որ դա օգտագործվում է թեկուզ քիչ քանությամբ քաղցրի մեջ եւ չի մաքրվում ատամիցից մնում է այդ նույն միկրոճաքերը առաջացնում է այդ քաղցրը եւ այդտեղ ոչ թե լցվում է մեր նյութը այլ լցվում են միկրոբներ սնունդ եւ առաջանում է մեր շատ տեղյակ կարիեսը հայտնի կարիեսը Հետաքրքիր էր շնորհակալ եմ ուզում եմ նաեւ խոսենք երեխաների պատրաստելու մասին հա Մայրիկի համար, որպես երկու երեխաների մայրիկ, ես վստահեցնում եմ ձեզ, որ մայրիկի համար բավականին բարդ է երեխային համոզել ստոմատոլոգի մոտ այցելել։ Որտեղից սկսել, ինչպես անել, որ երեխային նախապատրաստենք, գոնե մինչև բժշկին հասնի, հետո արդեն դուք կանեք մնացածը։ Առաջի հերթին որպես խնդրանք մեր հանրությանը մայրիկներին, տատիկներին, խնդրում եմ երեխաներին մի վախացրեք ատամդ կհեռացնի բժիշկը այդ արտահայտությամբ, որտեղ կսրսկի բժիշկը, որտեղ ես կարամ տանջվեմ 30 րոպե, հետո մի անգամ եղել է այդպես դեպք
զավեշտայի դեպքերը, մայրիկը կանգնած էր։ Ես տանջվել եմ երեխային միջև իա ներս մտել է բացատրել եմ ինչքանով է, մայրիկը մտավ ջղանացած խելոք մնա թե չէ բժիշկը կասեմ կսրսկի ու այդ ամեն ինչը իմ տանջանքը ընդամենը երկու նախադասությամբ ընկավ ջուրը, դա պետք չի, երեխայի մոտ արդեն ֆոբիա է դրանից առաջանում։ Երկրորդը, եթե դուք հավանում եք տվյալ բժշկի, օրինակ ես ասում եմ միշտ պացիենտներին, որ իմ էջը ցույց տա, որտեղ իմ էջում եւ հումորային վիդեոներ, տեսահոլովակներ կան, եւ ինչպես ենք մենք աշխատում։ Բավական հետաքրքիր տեսահոլովակներ կան, որոնցով երեխան, անգամ երեխաներ ունեմ, մայրիկներ ասում են, որ հաց հատում եք, մենք դնում ենք նայում են, որտեղ հումորային տեսահոլովակներ ունենք ու շուտով էլի ավելացնելու ենք, որ երեխաներին գերում են։ Մենք շեշտը դնում ենք երեխաների հոգեբանության վրա, նորից եմ ասում, որտեղ երեխան պետք է պատկերացնի ինքը որտեղ է գալիս եւ ինչ է կատարվում այդտեղ։ Հիշեք, երեխայի հետ աշխատում է բժիշկը, ոչ թե խաղալիքը, խաղալու տեղը կամ այս դեպքում բասկաթոռը բժշկական, հա, աթոռը չի աշխատում։ Այսինքն դու կարաս տարբեր տեսակի խաղային զոնաներ, հա, տեղեր ստեղծես կլինիկայում, բայց բժիշկը ամենակարևորը բժշկի մոտեցումն է, բժիշկն է աշխատելու։ Դրա համար մենք շեշտադրում ենք մոտեցման վրա ավելի շատ։ Իսկ պարբերականությունը, եթե չունենք ցավեր, դե եթե ցավեր լինի բնականաբար գալու են պարբերականությունը այսպես է։ Կա եվրոպական ստանդարտներ, ըստ եվրոպական ստանդարտներից 5-ից 6 ամիսի մեկ պետք է երեխային մոտեցնել։ Ընդհանրապես պետք է տանել պոլիկլինիկա, օրինակ, հա, ընդհանուր զննման, եւ նաեւ պետք է տանել իր մանկական ատամնաբուժի մոտ, ստոմատոլոգի մոտ։ Նաեւ իրենք էլ պետք է հաճախեն 6 ամիսի մեկ իրենց ստոմատոլոգի մոտ։ Օրինակ, այսպեսի հետաքրքիր փաստ Եվրոպայում, Դուբայում ես վերապատրաստվել եմ ու գիտեմ այնտեղ բավականին թանկ է ատամ բուժելը, շատ թանկ է։ Եվ դրա համար այնտեղի ապահովագրության շնորհիվ մարդիկ պարտաճանաչ 6 ամիս մեկ գնում են եւ հետեւում են իրենց ատամներին։ Ցավոք սրտի մեր Հայաստանում այդ ձևավորված չի, ես փորձում եմ դա ձևավորեմ իմ ամեն պացիենտներին, խնդրում եմ, բացատրում եմ, բանրամասն ինչու պետք է դա անեն, որ իրենց համար է դա կարևոր, ու շուտով այս տարի կոնֆերանսներ եմ կազմակերպելու այն ծնողներ, ովքեր ես նկատում եմ 2 անգամ իմ անկետաներում նշում եմ 2 անգամ 5 ամիս տեսնում եմ երեխաներին բերում են եւ նրանք հաճախում են, երեխաներին բերում են, ես այդ ծնողներին հրավեր եմ ուղարկում կոնֆերանսի, անվճար կոնֆերանս է դա, որտեղ ես այս բոլոր հարցերից ձեր մոտ խոսեցի, ավելի դե այնտեղ ժամանակն է շատ մանրամասն, ավելի շատ խոսում եմ, ասում եմ, իրանց հարցերին պատասխանում եմ, որ իրանք ավելի տեղեկացված լինեն։ Ինչ եմ ցանում, որտեվ մեր Հայաստանի հանրությանը շատ դա պետք է, որ մեր երեխաները էլ այդ խնդրով չտարապեն։ Այսպես Սովորաբար երբ մենք ասում ենք 5-6 ամիսը մեկ ստոմատոլոգի մոտ այցելությունը պարտադիր է, այստեղ նաև մտածում ենք, հասկանում ենք, որ այս ընթացքում նաև պիտի ատամնաքարերի, ատամնափարերի հեռացում լինի։ Երեխաների դեպքում ինչ սկզբունքով է սա արվում, նաև ուզում եմ այս համատեքստում խոսել ֆտորացման մասին, որովհետև մասնագետների կարծիքներն իրարամերժ են եւ այս դեպքում էլ մայրիկը կանգնում է փաստի առաջ, երկընտրանքի առաջ, որն է ճիշտ։ Այսօրվա մեր սննդակարգը հաշվի առնելով, որակը հաշվի առնելով, բազմաթիվ քաղցրների, հա, անվորակը հաշվի առնելով, պետք է ֆտորացումը եւ քարերի մաքրումը պարտադիր։ Սրանից բավականին ժամանակ առաջ, վերցնենք 1991 թվական կամ ավելի շուտ, այն ժամանակ այսպիսի նյութեր չկային, այսպիսի փոխարինիչներ սննդային չկային, կային, բայց շատ քիչ էին Հայաստանում օգտագործվում եւ օրինակ իմ հայրիկները մայրիկն ասում են դոկտոր ջան, ասում են մեր ժամանակ խի սենց բան չկար, խի սենց չէր փչանում։ Շատ դեպքերում եւ փչանում էր, ուղղակի իրանք տեղյակ չէին եւ ախմեն գնեն եւ հիմնականում իրականում այո, իրանք ավելի ճիշտ են, չէր փչանում։ Այսինքն կարիեսով չէր ախտահարվում ատամները, որտեղ սնունդը առողջ էր, կաթը հենց կաթ էր, այսինքն մարդիկ սվում էին ավելի առողջ, քան հիմա։ Այո, առողջ ուտելիքները կային, ինչի մասն է խոսքը, բայց դժվար է գտնել այն։ Շատ դեպքում փոխարինիչներ են պարունակում մեջը։
Եվ այս պարագայում ֆտորացումը եւ ատամների հետևելը շատ կարեւոր է եւ պետք է անպայման ֆտորացվի ատամները եւ քարերը հեռացվի ամեն պարբերակությունը այսպես է 5-ից 6 ամիս մեկ երեխանից մոտ կասի ես հատուկ նյութ ունեմ այդ նյութը լցնում եմ ատամների վրա ինքը ինդիկատոր է ունեմ կարիես ինդիկատոր եւ ատամնափարի համար ինդիկատոր դրանք տարբեր նյութեր են տարբեր կազմություններ են ատամնափարի եւ մեջի միկրոբի հետ ռեակցիայի մեջ է մտնում նյութը բջիջի ցիտոպլազման ներկում է եւ միկրոբի ինչպես նաեւ քարերի հետ է ռեակցիայի մեջ մտնում ներկում է եւ ինչ ջուր տալիս է չի անցնում այդ գույնը եւ մենք մայրիկին ցույց ենք տալի եւ հայտնաբերում ենք ատամնափարը մայրիկը տեսնում է ինչքան շատ է եւ այդ ժամանակ մենք արդեն հեռացնում ենք քարը եւ փարը երկուսն են վերջում լակապատում ենք կատարում որը ատամի վրա այդ փարի պատճառով առաջանում է միկրոճաքեր այդ ճաքերի մեջ լցնում ենք այդ նյութը որ օգնի հանքայնացմանը որ ատամը ավելի շուտ վերականգնվի ավելի արագ հանքայնանա այն իմ ասած որ ես ասացի դες ապա հանքայնանում է դեմիներալիզացվում է նյութերի պատճառով այդ դրա հակառակ պատասխան է մենք պաշտպանում ենք փորձում ենք հիմա հանքայնացնենք դրա համար դա շատ կարեւոր է այդ քարերի մաքրումը եւ անպայման բակ անալիզի եմ ես ուղարկում, եթե ես կասկածում եմ, որ միկրոբների քանակը բավականին բարձր է, որովհետև հիշեք, պետք է բուժել պատճառը, պետք է վերացնել պատճառը, ոչ թե հետևանքը։ Ատամը ախտահարված ինքը պատճառ չի, ինքը հետևանք է։ Քարը ինքը պատճառ չի, ինքը հետևանք է։ Իսկ բժիշկը պետք է վերացնի պատճառը, ինչու է առաջանում քար, ինչու է ատամը ախտահարվում։ Կալցին է, D վիտամինն է, լավ կամ ոչ պետք է գտնենք ջուրը տեղանքը որտեղ ապրում են սնունդը ատամի խոզանակը ստամոքսի հետ խնդիրը թքագեղձերում առաջացած խնդիրը մենք պետք է գտնենք պատճառը ինչն է անգամ A վիտամինի քանակության պակասությունը պետք է հասկանանք վնասակար սովորությունները այս ամենը մենք պետք է հաշվի առնենք որ պատճառը վերացնենք որտեղ այդ երեխան չպետք է ամեն 5-ից 6 ամիսը գա ու նույն քարերը նույն քանակով փչացած ատամ դա նորմալ չի դա նշանակում է բժիշկի խղճի վրա է ավելի շատ որտեղ բժիշկը չի վերացրել պատճառը, այլ վերացրել ընդհանրապես հետևանքը։ Դրա համար է ասում, որ բերանի խոռոչը եւ ատամները մեր օրգանիզմի հայելին են։ Այո, ինչ խնդիր օրգանիզմում լինում է, հիշեք, առաջինը արտահայտվում է բերանում, լեզվի վրա, քիմքի վրա, ատամների, լնդերի եւ բերանի հոտից։ Ամեն ինչ արտահայտվում է բերանի խոռոչում։ Շատ լավ, եւ ամփոփելով այսօրվա մեր զրույցը ուզում եմ 1 կամ 2 ամենակարևոր խորհուրդն առանձնացնեք, որոնք կփոխեն երեխայի բերանի առողջության որակը։ Յուրաքանչյուր հարցում դիմեք մանկական ատամնաբուժին, առանց կոպիտ ասած քաշվելու, հա, որովհետեւ մենք սովորություն ունենք ինքներս որոշում կայացնենք, ինչ առնենք, ինչ բուժենք դա սխալ կարա ավելի բարդացնի եւ սխալ ինքնաբուժումը մեր գեների մեջ է այո դա ավելի է բարդացնում մեր բուժումը հետագայում երկրորդը ատամները լվանելը միշտ ուշադիր եղեք երեխաներին եւ ոչ բոլոր դեպքերում վստահեք լիակատար որ երեխան օրինակ ինքնուրույն լվանում է բաղնիքում օրինակ հա ատամները դուք ինքներդ հետևեք ինչպես է լվանում հետևը ատամների երեխաները միշտ չեն լվանում մոռանում են մեծ մասամբ հետևը ատամների որ խոզանակը միջև հետև հորը տանեն լվանան դրա համար հետևի ատամները աշատ է փչանում այդքանը հիմնականում դա է դիմեք եւ մի վախեցեք բժիշկներից հա երեխան անգամ մեկ ծնողներն են վախենում սենյակում որ լինում են իսկ ճիշտ է մնալ սենյակում թե դուրս գալ իմ մոտ պարտադիր է ծնողի ներկայությունը այո կան տեղեր որտեղ օրինակ դուրս են հանում ծնողին իմ մոտ պարտադիր է ես ցույց եմ տալիս գործը անելուց առաջ խնդիրը նաև ունեմ բերանային ապարատ հա որը մեծ հեռուստացույցի վրա ցույց է տալիս բերանը կամերան տանում ենք բերանի խոռոչ, տեսնում ենք ամեն ինչ։ Եվ պետք է տեսնի, կոպիտ ասած, դո ի պոսլյա, սկզբում եւ վերջում մեր բուժումը, ամբողջ ընթացքում մայրիկը պետք է երեխային ուշ տա։ Այսինքն ես քեզ հետ եմ, ես քո կողքին եմ, որ երեխան, որտեվ երեխան ինձնից նորմալ է որ վախենում է։ Երբ որ երեխան գալիս է, ես իամար անծանոթ մարդ եմ։ Եվ որ ես բավական չափ ընկերանամ երեխան, երբեմն իմ ծնողները իրանք են դուրս գալիս, ուղղակի ասում են ես մի քիչ դրսում սպասեմ եւ երեխան էլ ընդհանրապես չի վախենում, բայց ծնողի ներկայացնի մոտ պարտադիր է։ Դա ընդհանրապես պարտադիր բան է։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ եմ շնորհակալ։
Ինչպես որ կանխատեսում էի, հետաքրքիր էր զրույցը, ու վստահ եմ, որ բոլոր այն մայրիկները, ովքեր մտածում էին արժի գնալ բժշկի հիմա թե ոչ, կամ դե լավ մյուս ամիս կգնանք, հիմա հաստատ որոշեցին, որ 2 շաբթին, 3 շաբթին պիտի օգտագործվի բժշկի գնալու համար։ Շնորհակալություն։ Սիրելի ռադիո լսողներ ու ռադիոդիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս մանկական ստոմատոլոգ Սերոժա Արուստամյանն էր։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Ցտեսություն։